Բարձր երաժշտություն, տոնական տրամադրություն, ամանորյա կախարդանքով պարուրված ջերմ ու անմիջական մթնոլորտ։ Հենց այսպես մեծ շուքով վառվեցին Անի համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Ամանորի միջոցառումը կազմակերպվել է Անիի համայնքապետարանի կողմից։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ամփոփելով անցնող տարում կատարված աշխատանքները խոսեց նաև գալիք տարում նախատեսված ծրագրերի մասին։ 2025 թվականը բավականին բուռն շինարարության տարի էր Անի համայնքում, բավականին մեծ տեմպով շինարարություններ է սկսվել, դպրոցաշինություն, մանկապարտեզների, փողոցների մի շարք շինարարություններ դեռ ավարտական փուլում չեն, տեղափոխվել են 2026 թվական, բայց մենք ունենք հաշվետվություն, անդրադարձ կատարել ենք 2025 թվականի աշխատանքներին, տարբերվում է մնացած բոլոր տարիներից իր ծավալով, ես համոզված եմ, որ նույն տեմպով շարունակելու ենք 2026 թվականը։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց համայնքի բնակիչներին ու ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթելով մեր երկրին կայունություն, Անի համայնքին զարգացում ու առաջխաղացում։ Եվ թող գալիք տարին լինի նպատակների իրականացման եւ խաղաղության տարի։ 2026 թվականը թող մեր երկրին բերի կայունություն, Անի համայնքի զարգացումն ու առաջխաղացում, եւ թող բոլորի ընտանիքներում միայն սեր ու երջանկություն, համերաշխություն լինի։ Սիրելի ներկաներ, եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Այնուհետև DJ-ի բարձր երաժշտության ներքո տոնական տրամադրությունը համընդհանուր ոգևորություն տարածեց Մարալիկի կենտրոնական հրապարակում։ Շատ լավ աշխատանք ունեն, շատ ամեն ինչը տեղին անում են իրանց բարեկիրճ աշխատանք։ Շատ լավ էր, մենք ուրախ ենք ու տողսեն շատ բաներ կազմակերպել, Մարալիկը շատ ուրախ եղնի։ Այս տարվա մեր տոնածառը ամեն ինչից ավելի տարբերվում է, շատ սիրուն զարդարած ու այս կազմակերպածը շատ լավն է։ Շատ գեղեցիկ է, շատ լավ։ Շատ շնորհակալ ենք համայնքապետին։ Ձմեռ պապի, Ձյունանուշի, էլֆերի ու մուլթերոսների մասնակցությամբ անեցի փոքրիկները զվարճալի խաղեր խաղացին, ներկաները գեղեցիկ լուսավորությամբ զարդարված տարածքում ու ֆոտոզոնայում Ամանորի նախաշեմին չկրկնվող ակնթարթները վերածեցին հիշողության։ Կատարումներով հանդես եկան նաև Մարալիկի արվեստի դպրոցի Անի պարային համույթը։ Հաջորդիվ տոնական միջոցառման ընթացքում անեցի փոքրիկներին Ձմեռ պապի կողմից բաժանվեցին նվերներ, իսկ Ամանորի միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ եւ լրացումներ իրականացնելու կարգը։ Դրանում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ նախարարի սահմանվել են նաեւ դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարողանալու օգտվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց այս որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ։ Ավանեսյանը հաստատեց. Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 S Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց ասենք բանալ հել չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Զապարոժից գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարա տեն չի լինում, որ միանգամից ասենք այդ կետից սկսել։ Եվ երկրորդը ընդհանուր առմամբ ես նաև ինքնահայեցման տրամաբանության մեջ ես գալիս եմ հետևյալ եզրակացության, այսինքն համոզմունք է դա արդեն ոչ թե բան եզրակացություն, այլ եւ սա չի վերաբերում մենակ այս թեմային, դա վերաբերում է բացարձակ բոլոր թեմաներին, որ այնտեղ մենք ուզում ենք, որ երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության,
որովհետև մենք ասում ենք ոնց եկանք հասանք, դե իդեալական չի, հետևյալ մենք ընդհանրապես իդեալի այդ մղումից պետքա հրաժարվենք, որովհետև իդեալի մղումը մեզ անդադ տանում է փակուղիներ կամ անդադ գցում է միֆերի մեջ։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ դիմեմ հանրությանը երկու հարցով։ Առաջինը. Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն նախարար։ Դեկտեմբերի 24-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Պաշտպանության նախարարության N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը ծանոթացել է նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին եւ պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով։ Ուսումնական կենտրոններից մեկում ընթանում են հրետանավորների պատրաստության հնգամսյա դասընթացներին ներգրաված ժամկետային զինծառայողների ավարտական քննությունները։ Մեկը մյուսին հաջորդելով զինվորները հանձնում են մարտավարամասնի գիտական քննությունները, լրացնում են քննադերտիկները, ներկայացնում են զինտեխնիկայի կիրառման հմտությունները։ Նույն վստահ եմ գիտելիքների վրա, քանի որ սպաների օգնությամբ մենք կարողացել ենք տարբեր պայմաններում, թե գործնական, թե տեսական պայմաններում ուսումնասիրել զենքը, նույնիսկ գործնական հրաձգության ժամանակ մենք տեսանք ակայնտի գործողությունը, ինձ լիովին պատրաստ եմ զգում։ Ստուգող հանձնաժողովը խիստ է, գնահատականները անաչառ։ Բարձր ցուցանիշները կուրսանտները համարում են օրինաչափ, ամիսներ շարունակ հղկել, կատելագործել են մարտավարամասնի գիտական հմտությունները, ձգտել եւ հասել են բաղձալի արդյունքին։ Մանրամասն ամեն ինչ ուսուցանում են, ինչ որ մի սխալ անելու դեպքում միանգամից նկատում են, որ այդ սխալը արդեն մեզ ճիշտն է սովորացնում։ Ճամբարային հավաքներում կատարել ենք մարտական հրաձգություն, արդյունքում ձեռք են բերել վստահություն եւ լիովին պատրաստ են իմ հետագա ծառայությանը։ Մեր սպաներն են մեզ շատ օգնել, մեր ընկերներն են շատ օգնել, համ էլ ջանասիրությունը, բնականաբար պատասխանատվությունը, թե մենք ինչ զենքի վրա ենք, մենք ինչ հաստիկ ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչա մեզանից կախված, ու այդ ամեն ինչը հասկանալով հասել ենք դրան, որ վստահությունը իրոք աշխատասիրությունից է էլի գալիս։ Հաշվարկ ուշադրություն, մարտի։ Անդրադառնալով քննություններին արձանագրված լավ ու գերազանց գնահատականներին, տղաները խոստովանում են, դրա գաղտնիքն ու հիմնական դրդապատճառը հրետանավորի դերի, զորատեսակի նշանակության շուրջ ծառայության ընթացքում ամրապնդված գիտակցումն է։ Կուրսանտների պատրաստությամբ զբաղված կրտսեր հրամանատարները գոհունակությամբ նկատում են, հնգամսյա կրտնաջան աշխատանքը ապարդյուն չի անցել, կուրսանտները կատարյալ տիրապետում են զենքին, լիովին պատրաստ են համալրելու վիճակայությամբ նախորոշված զորամասերը։ Անցած 5 ամիսների ընթացքում բացի մասնագիտական եւ տեխնիկական առումից նաեւ մեր անձնակազմին նորակոչիկներին սովորեցել ենք շարային պատրաստությունից դասապրոցեսներ ենք անցկացել ենք գրակային պատրաստությունից դասապրոցեսներ, ինչպես նաեւ այլ համազորային հասարակական պետական պատրաստությունից, այն ինչ ամենը անհրաժեշտ է զինծառայողին իր 2 տարի ծառայության ընթացքում։
Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացը արդյունավետ իրականացնելուն, դրա ավարտին բարձր ցուցանիշներ ապահովելուն, ապա սերժանտ Ավդալյանի խոսքով գաղտնիքը սեփական օրինակով հանդես գալն ու կուրսանտների հետ անհրաժեշտ գիտելիքի, հմտության եւ փորձի փոխանցումն է, այդ թվում նաեւ զրույցների միջոցով։ Դասապրոցեսներին մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել, քանի որ քննությունների արդյունքում նաև կերևա մեր աշխատանքը, թե ինչ աշխատանք ենք իրականացրել եւ արդյոք ամբողջությամբ կարողացել ենք ուսուցանել մեր անձնակազմին եւ ինչ գիտելիքներ են կարողացել նրանց տալ։ Ուսումնական կենտրոնում հանդիպեցինք նաև Շարքային Ավետիսյանին, որը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում անմահացած սպա հորեղբոր առաքելությունը շարունակելու նպատակով վճռել է հետագա կյանքը կապել հայրենիքի պաշտպանության հետ։ Դիմել եւ որպես պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու մոտակա զորակոչից հետո զբաղվելու է ապագա հրետանավորների պատրաստությամբ։ Ուզում եմ սերժանտ դառնալ, որ կարողանամ կրթեմ հաջորդ սերունդներին, ովքեր որ գալիս են, նամանավանդ որ պաշտպանել եմ լինելու, հնարավոր է դասակի հրամանատարի տեղակալ եւ այլն, պետք է ես խելացի լինեմ, որ կարողանամ եկող սերնդին կրթեմ։ Շարունակելով խոսքը Գորը վստահեցնում է, գերազանց է անցնելու ընթացիկ քննությունները, պատրաստ է լավագույնս իրականացնել նաև ապագա հրետանավորների պատրաստության առաքելությունը։ Վստահ եմ, քանզի դա պարտավորեցնող է, մանավանդ եթե դու պարտավոր ես արդեն սովորեցնել, դու պարտավոր ես լավ իմանալ ու ինչքան հնարավոր է ավելի ու ավելի ավելացնես քո իմացած գիտելիքները եւ ավելի։ Ինչ վերաբերում է հրետանավորի մասնագիտությամբ իրականացվելիք հետագա ծառայության ու դրա հանդեպ արկա տրամադրվածությանը, տղաները միակարծիք են, թե հոգեպես եւ թե մասնագիտական առումով պատրաստ են ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնելու բանակի մարտական պատրաստության շարունակական ամրապնդման գործին։ Վստահ եմ, որ ծառայությունս մնացած 1.5 տարին էլ հրաշալի անցնելու, վստահ եմ իմ մասնագիտական գիտելիքների վրա, պատրաստ եմ առաջիկա ծառայությունս լավագույնս իրականացնելու։ Սպայական սերժանտական անձնակազմը մեզ լիովին պատրաստել է այդ գործընթացին եւ արդեն իսկ տեղափոխվելով մեր նախորոշված զորամասեր, մենք կկարողանանք մեզ լիովին ցուցաբերել եւ համոզված եմ, որ կկարողանամ հայրենիքիս արժանապատվորեն ծառայել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի այս տարվա արտաքին քաղաքական ձեռքբերումները, նշելով, որ ԱՄՆ նախագահը 8 պատերազմ է դադարեցրել։ Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Սարսափելի կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեր, բայց մենք դա կանխեցինք, նշել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների մյուս նվաճումների շարքում Ռուբիոն առանձնացրել է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը երկրների ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը, ԱՄՆ պետքարտուղարության եւ միջազգային զարգացման գործակալության բարեփոխումները, թմրակարտելների դեմ պայքարն ու սահմանների ամրապնդումը։ Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում, հավելելով՝ լավագույնը դեռ առջևում է։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է քաղաքացիներին։ Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում արմատական ձախակողմյան սրիկաների, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում, գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Իրականում մենք ունենք ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակ, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշներ, գնաճի բացակայություն եւ ՀՆԱ-ի 4.3% աճ, ինչը 2 կետով բարձր է սպասումներից, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով իր սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ-ին ապահովել են տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում եւ հուսալի ազգային անվտանգություն։ Մեզ նորից հարգում են, միգուցե այնպես, ինչպես երբեք նախկինում չեն հարգել, ամփոփել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը, պայթուցիկ սարքի պատճառով վիրավորվել է իսրայելական բանակի սպա։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահում։ Իսրայելական կողմն ակնկալում է, որ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները եւ զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ Համասը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով Ռաֆահում տեղի ունեցածը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։ Նա հավելել է, որ այդ մասին Համասը տեղեկացրել է հրադադարի միջնորդներին, ընդգծելով, որ խմբավորումը շահագրգռված է Գազայում հրադադարի պահպանմամբ եւ իրավիճակի հետագա սրում թույլ չտալու հարցով։
Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները գլխավոր հետախուզական ծառայության եւ միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպած գործողություն են իրականացրել Ալ-Մուադիմիա քաղաքում իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում։ Ձերբակալվել է Դամասկոսում դրա առաջնորդը եւ նրա օգնականները։ Այդ մասին հաղորդել է սիրիական Սանա գործակալությունը։ Ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա Az-Զաաբին էր։ Արգելավել են պայթուցիկ սարքավորումներ եւ զենքեր։ Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել է երկրի հանձնառությունը պայքարելու իսլամական պետության դեմ եւ ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին եւ միջազգային կոալիցիայի անդամ պետություններին միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։ Նոյեմբերին կայացած ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը բազմաթիվ նվիրյալ մանկավարժների համար դարձավ հաջողության նոր փուլ։ Ատեստավորումը ոչ միայն վկայում է նրանց մասնագիտական կարողությունների մասին, այլև նպաստում է աշխատավարձների բարձրացմանը, արժևորելով մանկավարժի դերն ու աշխատանքը։ Կապանցի միս Էլզան եւ միս Սիրանուշը ոգևորող փորձությունը հաջողությամբ հաղթահարածներից են։ Կան մի քանի հստակ կետեր, որի համար կարելի է մասնակցել ատեստավորմանը։ Ինձ համար նախ եւ առաջ ցանկանալ տեսնել, ստուգել իմ գիտելիքները, եւս մեկ անգամ համոզվել, որ տարիների ընթացքում ձեռք բերված այն հմտությունները համապատասխանում են, եւ նաեւ ինչպես այլ ուսուցիչների, այնպես նաեւ ինձ համար աշխատավարձի բարձրացումն է, իսկ ֆինանսապես կայունություն նշանակում է չմտածել այլ խնդիրների մասին, այլ կենտրոնանալ հենց ուսումնական գործընթացի վրա։ Անկախ այս տարվա ցուցաբերած արդյունքներից ուսուցիչները չեն պատրաստվում կանգ առնել, ժամանակն է թելադրում անվերջ կատարելագործում, կրկին են մասնակցելու։ Նախկինում ուսուցիչը եղել է գիտելիքի աղբյուր, իսկ հիմա, քանի որ համացանցը, տեղեկատվական տեխնոլոգիաները մի քիչ ավելի շատացել են, հիմա ուսուցիչը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, նաև ուղղորդող է, ուսուցիչը ինքն էլ պետք է դրանց տիրապետի եւ կարողանա ներկայացնել, որտեղից օգտվել, որն է ճիշտ աղբյուրը։ Ես միշտ ուզում եմ փորձել իմ գիտելիքը ստուգել եւ թերությունների դեպքում իհարկե աշխատել ու կատարելագործվել, որովհետեւ մենք աշխատում ենք երեխաների հետ, իսկ լեզուն շատ ճկուն է, լեզուն անընդհատ փոփոխվում է, չես կարող 10 տարի առաջվա ձեռք բերած գիտելիքով սահմանափակվել ու փոխանցել դա հիմա ներկայիս սերունդներին։ Նոր բառեր են ծնվում ամեն օր, այնպես որ պետք է աշխատել միշտ քեզ վրա, որպեսզի կարողանաս լավ որակյալ գիտելիք փոխանցել։ Ժամանակի թելադրանքով նաև ուսուցչի մոտեցումն է փոխվում։ Այսօր երեխաների ուշադրությունը գրավելու համար ավելի շատ ջանք ու նորարարական մեթոդներ են հարկավոր։ Մեր դասերը միշտ խաղ, երգ, պար, ինչու ոչ, պար, այո, մենք պարումել ենք, սովորումել ենք, երգումել ենք, նվագումել ենք դասերի ժամին, որպեսզի երեխաներին հետաքրքրենք։ Եթե երեխան փոքր տարիքից սիրեց առարկան, սիրեց ուսուցչին իհարկե, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման գլխավոր նպատակներից է մասնագիտական աճը, մրցունակ աշխատավարձը եւ արդար գնահատման հնարավորությունը։ Ուսուցչի աշխատանքը դարձնել առավել մրցունակ եւ գրավիչ, հատկապես երիտասարդ մասնագետների համար։ Մենք գիտենք, որ ուսուցչի աշխատանքը միայն դպրոցով չի սահմանափակվում։ Ուսուցիչը նաև տանն է աշխատում մինչև գիշերվա 12-ը, թե տետր ստուգելով, թե հարցերին պատասխանելով, զանգերին, գրավորներ կազմելով, պատրաստվելով հաջորդ դասին, այսինքն աշխատանքը շատ ծավալուն էր, բայց դրա համար փոխհատուցումը շատ քիչ։ Իսկ հիմա իհարկե դա նոր հնարավորություն է մեր երիտասարդների համար, որ նաև այս մասնագիտությունը ձեռք բերելու մասին մտածեն։ Ընդհանուր առմամբ 2025-ի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները գոհացուցիչ են։ Մասնակցության համար դիմաց շուրջ 8500 հոգուց ներկայացել է 7276-ը, որոնցից նախնական տվյալներով 4851-ը հաջողությամբ հաղթահարել է 60-ից 100% անցողիկ շեմը։ Անի Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Սյունիք, լուրեր։ Լուսակունքի բնակիչ, մասնագիտությամբ քիմիկոս Ռոբերտ Մինասյանը գյուղի ջրամատակարարման ցանցի վիճակը նկարագրում է մասնագիտական բառապաշարով։ Օքսիդացել էին, ժանգոտվել էին, այսինքն ֆերում 3 ու 4 ֆորմուլա ժանգի։ Անցյալ դարի 60-ականներին կառուցված ներքին եւ արտաքին ցանցերը վթարների եւ հարկադիր ջրանջատումների պատճառ էին դարձել։
Ուրեմն արդեն սետկա էր, ցանց էր դարձել։ Դե ջրի որակն էլ եթե անցկեր լինի, ամեն ձևի բան կարող է ներթափանցի սիստեմայի մեջ, նույնիսկ վտանգավոր է։ Խնդիրը լուծվում է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարության եւ համայնքի 116 միլիոն 275 հազար դրամ համատեղ ներդրմամբ արդիականացվում է շուրջ 450 գծամետր երկարությամբ խմելու ջրի մատակարարման ներքին եւ արտաքին ցանցը։ Այսի ամբողջ գյուղին է վերաբերվում, մոտավորապես գյուղում կա 285 տուն, դե կան բացակայողներ, բայց դե բացակայողները կարող է եւ հետ վերադառնան, բոլորին ջրով ապահովում ենք, տենց մարդ չինելու, որ ջրի խնդիր ունենա։ Խմելու ջրագծի նախկին մետաղականի փոխարեն անցկացվում են պոլիէթիլենային խողովակներ, աշխատանքներն այնպես են կազմակերպել, որ ջրամատակարարման ընդհատումներ չլինեն։ Ցանցերի արդիականացումը մեկնարկել էր օգոստոսին, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ։ Իսկ մի հատ նորմալ գործ, որ սա գյուղը բավարարվի ջրով։ Մարդիկ աշխատում են նորմալ, մարդիկ աշխատում են տեղին, ես էլ շինարար եմ, հասկանում եմ ամեն ինչից, ես նայում եմ իմ աչքը կտրում է։ Նենց են աշխատում օգտագործում այդ գործիքները աշխատանքը տրակտորն, որ չի բանարը վնասը ջրագծին, որ ինչ որ անջուր պետք է մնանք։ Եթե վնասվում է, անմիջապես սարքում են։ Սուբվենցիոն ծրագրով արդիականացվում են նաև ակունքի եւ ծովակ բնակավայրերի խմելու ջրագծերը։ Բերդ քաղաքում անցկացվեց Տավուշյան Լիզեր ֆորումը իր ներսում համախմբելով համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի հեղինակներին ու տեղական դերակատարներին։ Միջոցառման նպատակն էր նախ խրախուսել լավագույն նախաձեռնությունները, նաև բարձրացնել դրամաշնորհառու ծրագրերի եւ դրանց հեղինակների ճանաչելիությունը Տավուշի մարզում։ Լիզեր ծրագրի առանցքում տեղական բնակչության ակտիվ մասնակցությունն է, սոցիալ-տնտեսական կենսունակության ապահովումն ու համայնքային խնդիրների լուծումը ներքևից վերև մոտեցմամբ։ Այս երկու տարիների ընթացքում Ծիլիծով Տախի կողմից տրամադրվել են 42 դրամաշնորհային ծրագրեր, որոնք միանշանակ միտված են եղել մեր համայնքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Հետադարձ նայելով անցած արդեն 2 տարիներին կարող ենք փաստել, որ այդ ծրագրերը այո իսկապես մեր համայնքում բավական փոփոխություն են բերել, թե իրենց նորարարական կոնտեքստով, թե սոցիալ-տնտեսական ազդեցությամբ եւ կարողացել են այդ անհատները կամ խմբերը իրենց համայնքում ինչ որ մի բան դեպի լավը փոխել։ Այս դրամաշնորհային ծրագրերը հնարավորություն են տալիս մարդկանց իրենց ունեցած, այսպես ասած, վաղեմի երազանքները կյանքի կոչել համապատասխան գիտելիքների եւ գործիքների առկայության պարագայում։ Այսինքն գյուղը այլևս դառնում է հեռանկարային, որտեղ կարելի է ապրել, որտեղ կարելի է արարել եւ որտեղ կարելի է նաեւ հաջողությունների հասնել։ Միջոցառման ընթացքում հնչող խոսքերում կարևորելով ծրագրի բազմավեկտոր ուղղությունները, ընդգծվեց նաև, որ նման հարթակները հնարավորություն են խթանելու համագործակցությունը տարբեր դերակատարների միջև՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարզից մարզ։ Լիդերը որպես հիմք այս մեր տեղական ակտիվ խմբերի առանցքային ձող կարողանում ենք տարածել Հայաստանի տարբեր մարզերում։ Ինչպես գիտեք, այսօր մենք գործում ենք 3 մարզում՝ Լոռի, Տավուշ եւ Շիրակ, սակայն ես որպես Գանձոր տեղական ակտիվ խմբի անունից կարող եմ նշել, մենք առանձնանում ենք մեր կառուցվածքով, մեր աշխարհագրությամբ առանձնանում ենք, քանի որ 2 մարզ ենք համակարգում՝ Լոռի եւ Տավուշ, Ալավերդի եւ նոյեմբերյան խոշորացված համայնքները, եւ ինչքան էլ որ մենք նշենք մեր ռազմավարական նպատակները, ռազմավարական ուղղությունները, մեր բոլոր տեղական ակտիվ խմբերի ռազմավարական ուղղությունները կարող է լինել տարբեր, բայց նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, զարգացած համայնքներ, բնակավայրեր մեր մարզերում։ Ֆորումի ընթացքում մրցույթի մասնակիցները ներկայացրին իրենց ծրագրերը մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, էկոլոգիայի ու փոքր ձեռնարկատիրության ոլորտներից։ Ներկայացումները միտված էին մրցույթային գնահատմանը, ապա նաև ծրագրերի հանրայնացմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի հաշվետվողականությունը շատ կարևոր է մեր համար, մեր դրամաշնորհառուները մեկը մյուսի ծրագրերին կարողանան ծանոթանան, մեկը մյուսի փորձով կարողանան ուրախանան եւ փոխանակվեն եւ շատ կարևոր է նաեւ այն, որ ոչ բոլոր դեպքերում է, որ բոլորը արձանագրում են շատ բարձր ցուցանիշներ, ամեն մեկը յուրովի է արձանագրում եւ կարևոր է նրանով, որ
ամեն մեկը մյուսի հաջողությունը տեսնելով էլ ավելի է ողջևորվում եւ բոլորի հաջողությունները մենք տեսնելով մենք ինքներս ենք ողջևորվում եւ պատրաստվում գալիք տարում ավելի նոր եռանդով աշխատանքի լծվելու համար։ Մրցանակաբաշխության ավարտին ամփոփվեցին արդյունքներն ու հայտարարվեցին հաղթողները 5 անվանակարգերում։ Լավագույն նորարարական մոտեցում, ամենաստեղծագործական թիմ, լավագույն համագործակցություն, կայուն գաղափար ու ժողովրդական ընտրություն։ Այս օրինակ միջոցառումները տեղական նախաձեռնությունների տեսանելիության բարձրացմանն են նպաստում, նոր համագործակցությունների ձևավորմանն ու համայնքային զարգացման շարունակականությանը։ Տեղական զարգացումը սկսվում է համայնքում ձևավորված գաղափարներից։ Ծիլիցով տեղական ակտիվ խումբը դարձել է այդ գաղափարները համագործակցության վերածելու հարթակը։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու նոր-նորքի առաջին զանգվածում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նագայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ իր վարած Nissan Magnich-ի մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության նոր-նորքի Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։ Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց, 22-ը արդեն իսկ տեղադրել են նոր-նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված ձննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ, ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։ Կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 31-ամյա եւ 32-ամյա երկու երիտասարդ պարբերաբար տեղադրված վայրերից ձեռք են բերում խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ տելեգրամյան հավելվածի միջոցով զբաղվում դրանց իրացմամբ։ Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները եւ համագործակցելով քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ, պարզվել է, որ նշված երիտասարդները դեկտեմբերի 18-ին իրացնելու նպատակով Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի հարակից ջրատարի մոտակայքից ձեռք են բերելու առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Իրավապահները նշված վայրում երիտասարդներին հայտնաբերել, ձերբակալել եւ տեղափոխել են քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Ձերբակալվելիս նրանք 32-ամյա երիտասարդի վարած Kia Magnich-ի մեքենայով փորձել են փախուստի դիմել, ինչը կանխվել է։ 32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված Kia Magnich-ի մեքենան, հայտնաբերվել է 1 կիլոգրամ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երևանի բնակիչ 31 եւ 32-ամյա երիտասարդները կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Տավուշի մարզի պարեկները դեկտեմբերի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում կանգնեցրել են Mercedes-Benz Magnich-ի մեքենա։ Ստուգման պարզվել է, որ 41-ամյա վարորդը մեքենան վարում է ոչ ստապ վիճակում։ Պարզվել է նաև, որ նա հագուստի տակ թաքցրել էր ինքնաձիգ եւ 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ։ Ոսկեվան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամ որ հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։